Վերջին շրջանում ընտրությունների վերաբերյալ իմ ռիլերի մեկնաբանություններում հաճախ կարող ենք հանդիպել տեսակետ, իսկ իմ ձայնը ինչ պետք է փոխի ոճի, եւ առհասարակ երևի ընտրություններից առաջ սա ամենահաճախ լսվող նախադասություններից է։ Եկեք փորձենք մի պահ պատկերացնել, ինչ կլինի, եթե բոլորս այսպես մտածենք, եւ արդյոք չի ստացվում, որ մենք որպես քաղաքացիներ զիջում ենք մեր ամենակարևոր իրավունքներից մեկը՝ ընտրելու իրավունքը։ Այդ դեպքում ով է որոշելու եւ ընտրելու մեր փոխարեն։ Իրականում ընտրություններին չմասնակցելը եւս ընտրություն է։ Պարզապես այդ դեպքում ընտրությունը տեղի է ունենում առանց քեզ, առանց քո կարծիքը հաշվի առնելու։ Դե եթե ես չմասնակցեմ, միևնույն է, ոչինչ չի փոխվի։ Իհարկե չի փոխվի, որովհետև փոփոխությունների անտարբերությամբ չեն հասնում։ Պատկերացրեք, մենք ընտրում ենք մարդկանց, որոնց որոշումները հետագայում ազդելու են մեր կյանքի որակի վրա։ Եկեք որպես գիտակից քաղաքացիներ չարժե զրկենք մեր ձայնը։ Չմտածենք, թե այն ոչինչ չի փոխում։ Ընտրությունը սկսվում է տեղեկացված լինելուց։ Երբեմն ընդամենը մի քանի րոպե է անհրաժեշտ ծանոթանալու, թե ինչ ուժեր են առաջադրված, ինչ ծրագրեր են առաջարկում։ Գիտակցված, վերլուծական, պատասխանատու ընտրությունը միշտ ամենաուժեղ ընտրությունն է։ Կամ երբ մարդիկ սրամիտ հումորներով փչացնում են քվյաթերթիկը։ Սա կարող է կողքից դիտվել դե անմեղ հումոր է, կատակ է, բայց սա լավագույնս ցույց է տալիս, թե մեզանից յուրաքանչյուրը ինչ պատասխանատվությամբ, ինչ լրջությամբ է վերաբերվում սեփական երկրի ապագային, սեփական ձայնի իրավունքին, ինչ որ մի բան փոխելու հեռանկարին։ Եվ իհարկե վերջում ամեն մարդ ինքն իրեն է պատասխանում այն հարցին, ես իմ ձայնը, իմ ընտրելու իրավունքը կարևոր համարում եմ, թե ոչ։ Օրինակ ես կարևոր եմ համարում։